Բարև ձեզ հարգելի հետևորդներ, իրականում է եթերում հարցազրույցի ժամը եւ զրուցելու եմ քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Տիկին Զորաբյան, ներքին ու արտաքին խնդիրներ, հասարակական անտարբերություն որոշակի առումով, բայց սկսենք եկեղեցու շուրջ շարունակվող զարգացումներից, ինչպես գիտեք, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը ընդունեց մի շարք հոգևորականների մարդկանց, որոնց վերաբերյալ եւս Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմադիր եւ իշխանության արտեղ ղեկավար լինելով կարծիքներ էր արտահայտում, որոնք մեղմ ասած ոչ դրական էին։ Ինչով եք պայմանավորում այս ամենը։ Տեսեք, ես Նիկոլ Փաշինյանի արչեւ խոնարհված 10 բարձրաստիճան հոգևորականների, այսպես պայմանական սրբերի մեջ, տեսա մի պայմանական սուրբ Բենթլի Սամո Կլիչկայով, իդեպ այդ անունը Նավասարդ Կճոյանին դրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, եւ ես շատ լավ հիշում եմ, որ հայկական ժամանակում մենք ունեինք մի քանի պերսոնաժներ, որոնք Նիկոլ Փաշինյանի ատելի պերսոնաժների հնգյակում էին, եւ այդ հնգյակի մեջ առաջի հորիզոնականներից մեկում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն էր, եւ հիշում եք նույն վարչապետ Նիկոլը ազգային ժողովի ամբիոնից բղավում էր այդ, չգիտեմ, Բենթլիները, հետո հիշում եք սիրուհիները, ստեղ ընդեղ երեխեք տարբեր երկրներում, եւ այդ թոփի մեջ Նավասարդ Կճոյանն էր, բայց մենք տեսնում ենք, որ մի հոգևորական, որը եթե կուսակրոն է, ես էլ Անգլիայի թագուհին եմ կամ Մայր Թերեզան եմ, հերքեք Բենթլի Սամո, որ դուք կամ ապացուցեք, որ դուք կուսակրոն եք, տեսնում ենք, որ այդ մարդկանց իր ծրագրերի համար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է օգտագործել, այլ նաև պատրաստ է մոռանալ Բենթլի Սամոին մեղսագրվող տարբեր մեղքերը, տարբեր օֆշորային սկանդալները, սիրուհիները, Բենթլիները, զենքերի հետ կապված պատմությունները, ինչով օֆշորային սկանդալը, ինչով ողողված էր մամուլը, սա է ցավոք սրտի մեր իրականությունը, եւ գիտեք, ես շատ երկար եմ մտածել, ինչու են հոգևորականները այդպես գնում հնազանդ կներեք այս բառի համար կզում Նիկոլի առջև, որտեվ նրանք իրականում Աստծուն չեն հավատում, նրանց մեջ իրականում Աստված չկա, որտեվ եթե նրանց մեջ լիներ Աստված, նրանք Աստծո խոսքը իրենց միջոցով հանրությանը փոխանցողներ լինեին, նրանք Նիկոլից չէին վախենա։ Կոմպրոմատ կար նրանց դեմ, ինչ եք կարծում դրանով պայմանավորված, եւ հատկապես նաեւ ես տեսա սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր Արցախի թեմի առաջնորդի Նիկոլ Փաշինյանի մոտ գնալու հանգամանքը, կոնկրետ ձեզ համար սա ինչով եք պայմանավորում, ըստ ձեզ ինչը ստիպեց Արցախի թեմի առաջնորդին եւս այդ շարքում լինել։ Տեսեք, մենք պիտի հասկանանք շատ պարզ մի ճշմարտություն, ինչի այս ռեժիմը թիրախ սարքել հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվոր դասին կաթողիկոսի գլխավորությամբ պարզ պատճառով, որովհետեւ վեհափառը հայ առաքելական եկեղեցու թոփ հոգևորականները, այսպես ասեմ, պատերազմից հետո պահանջել են Նիկոլի հրաժարականը, ավելին։ Մենք տեսանք թե Շվեյցարիայում, թե Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ վեհափառը մշտապես խոսեց Արցախից, խոսեց Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործություններից, եւ բնականաբար, եթե կաթողիկոսը վեհափառը պատերազմից հետո իրենց պահեին, մենք տեսնում ենք, չէ, տարբեր դեմքեր կան, տարբեր այսպես կոչված համաշխարհային հռչակ ունեցող մտավորականներ կան, ովքեր դարձել են Նիկոլի կոշիկի ներբանը լիզողներ։ Եթե օրինակ Մայր Աթոռը հայ առաքելական եկեղեցին ծափ տար եւ ասեր այո, Արցախը Ադրբեջան է եւ վերջ, եթե այդ դեպքում վեհաբառը 9000 երեխա էլ ունենար, Նիկոլ Փաշինյանը բնականաբար նրան չէր հալածի եւ հայ առաքելական եկեղեցին հանգիստ կթողներ։ Իհարկե, այստեղ կարևոր դեր խաղում է նաեւ արտաքին գործոնը։ Ես եմ անձամբ առնվազն մի քանի անգամ Ստրասբուրգում եւ Բրյուսելում լսել Ալիևին, ով ասել է հայ առաքելական եկեղեցին հսկայական լոբիստական գործունեություն է ծավալում եւ բնականաբար չմոռանանք Ալաշուքյուր Փաշազադեին, ով առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ հայ առաքելական եկեղեցին տարածաշրջան
տարածաշրջանի վտանգ է, ֆաշիստական կառույց է եւ հայ առաքելական եկեղեցին պիտի վերանա։ Բայց տեսեք, իրապես կարծում եք, որ հայ առաքելական եկեղեցու ներսում խնդիրներ չկան։ Տեսեք Փայլակ ջան, իհարկե կան։ Ես չեմ ուզում հիմա փարիսեցիություն անեմ, ես չեմ ուզում դեմագոգիա անեմ եւ ես չեմ ուզում սուտ հայտարարություն անեմ, որ օրինակ Արշակ Սրբազանի տեսանյութը կեղծված է։ Ես չեմ անի այդպիսի փարիսեցիություն, ես չեմ ուզում ստել եւ ասել, որ հայ առաքելական եկեղեցու ներսում եպիսկոպոսած դասում խնդիրներ չկան, նրանք բոլորը կուսակրոններ են, օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան, չէ, ըստ օդում կախված լուրերի եւ մամուլի բազմաթիվ հրապարակումների մենք տեսնում ենք, չէ, նաեւ հրապարակումներ, ով որտեղ ինչ երեխա ունի, ով ինչ սեռական կողմնորոշում ունի, այսպես կոչված եպիսկոպոսած դասում։ Իհարկե սրանք խնդիրներ են եւ սրանք պիտի քննարկվեն։ Այս խնդիրները կոծկելով առաջ գնալ չի լինի։ Եթե ժամանակին վեհապարը կարգալույծ աներ Բենթլի Սամոյին, նույն ինքը Նավասարդ Կճոյանին, երբ որ մամուլը փաստերով հրապարակում էր նրա կատարած անօրինությունները, այսօր Նավասարդ Կճոյանը, նույն ինքը Բենթլի Սամոն հուդա չեր դառնա եւ չեր վաճառի, չեր ծախի վեհապարին, այսինքն այս խնդիրները տարիներ շարունակ պարտակվել են, այս խնդիրները չպիտի պարտակվեին, այս խնդիրները պիտի դնեին բաց եւ հրապարակային քննարկեին։ Չեն արել եւ այսօր այո մենք տեսնում ենք ինչպես են վեհապարին եւ մայրաթորը հայ առաքելական եկեղեցին ամեն օր ուրանում բարձրաստիճան հոգեվորականներ վաղը ցավոք սրտի նրանց թիվը ավելին է լինելու ես տեսա որ դեկտեմբերի 10-ից 12-ը մայրաթորը հրավիրել է այո եկեղեցական ժողով վեհապար ես ուզում եմ վերջապես ակնկալել վեհապար որ դուք կունենաք այդքան խիզախություն եւ կարգալույծ կանեք այդ 10 եպիսկոպոսներին, ովքեր գնացել էին, իդեպ նրանցից շատերը դեռ 2-3 ամիս առաջ հարցազրույցներ էին տալիս եւ հերոսաբար հայտարարում էին, որ ձեզ ներկայացված այսպես կոչված մեղադրանքները կեղծ են, որ այս իշխանությունը պիտի հեռանա եւ նրանցից շատերը պատերազմից հետո կամ բոլորը ստորագրել են հայտարարության տակ, որ այս իշխանությունը պիտի հեռանա, որպեսզի հնարավոր լինի Հայաստանը փրկել, այդ ոնց եղավ, որ դուք այսօր գնացել եւ կանգնել եք մի մարդու կողքին, ով ասում է Արցախը Ադրբեջանը եւ վերջ, եւ այստեղ ինձ համար ամենազարհուրելին Վրթանես Սրբազանի պահվածքն է Արցախի թեմի առաջնորդ այն դեպքում, երբ որ ես գիտեմ, թե ինչպիսի ճնշումներ ա եղել մայրաթորի վրա, որ լուծարվի Արցախի թեմը պահվել է, եւ այսօր մենք տեսնում ենք, որ Վրթանես Սրբազանը գնացել է նստել է մի մարդու կողքը, խոնարհվում է մի մարդու առջև, ով ասում է Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Եկեք Նիկոլին չմեղադրենք, հա։ Ես ուղղակի անիմաստ եմ համարում Նիկոլին մեղադրելը։ Որովհետեւ ասեցիք, հա, օգտագործում է, իսկ գուցե այդ նույն մարդիկ թույլ են տալիս։ Իհարկե, լավ է անում, ես նորից եմ ասում, ես չեմ պատրաստվում Նիկոլին մեղադրել։ Նիկոլը ունի իր ճանապարհային քարտեզը, Նիկոլը Սմերտնիկի մահապարտի նման իր ճանապարհային քարտեզով, իդեպ հետևողական գնում է առաջ։ Ինչ եք մեղադրել։ Մարդ, եթե Նիկոլը նախկինում թաքնվում էր, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, 3 միլիոն վարչապետեր եք եւ այլն, հիմա ինքը բաց ասում է, ես սա եմ, անելու եմ սա, իմ ճանապարհային քարտեզը սա է եւ գնում է առաջ կամիկաձեի մահապարտի նման։ Հիմա մենք ունենք հականիկոլ ճամբարում ուժեր, ովքեր կլինեն գոնե մի 50% մահապարտ, ինչքան 100%-ով մահապարտանիկոլ, իդեպ մահապարտ ասելով ես նկատի չունեմ, որ անպայման գնացեք զոհվեք, բայց իմացեք, որ դուք պիտի ամեն ինչի պատրաստ լինեք, որտեղ ձեր դիմաց մի իշխանություն է, որը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Ինչպիսին է հանգուցալուծումը ըստ ձեզ, ինչպիսին այն կլինի, ի վերջո կհաջողվի իշխանությանը հեռացնել կաթողիկոսին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, քրիստոնեաբար, այնպես ինչպես օրինակ 2018-ին էին իրականացրել հեղափոխություն, իշխանափոխություն։
Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը երբ որ խոսում ամեն քրիստոնեաբար 18-ին իրականացրել ենք իշխանափոխություն, եթե փողոցում ողջ մարդկանց դագաղները պարացնելը, եթե ողջ մարդկանց տներին սև լենտեր կապելը, եթե իրենց քաղաքական օպոնենտների աղջիկ երեխաների հեռախոսահամարները բենզին ծակված պորնիկի լակոտներին բաժանելը եւ ասելը գնացեք այս ինստիտուտում են սովորում հաշվեհարդար տեսեք, դա քրիստոնեաբար է, դա թավիշ է, դա սիրո եւ հանդուրժողականություն է, ապա այս բան չունեմ ասելու։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա եթե շատերին թվում էր, որ Նիկոլը թվանքը առնելու է, գնալու է վեհափարին, բռնելու է, ասենք, եւ դուրս է շպրտելու, եւ շատերը սպասում էին, որ հե չէ, ինքը գործում է բաժանիր որտիրես սկզբունքով, ինքը ներսից ցավոք սրտի պայթեցնում է եկեղեցին եւ ես բնավ լավատես չեմ, ես չեմ ուզում դեմագոգիա անել, ստել եւ ասել, որ չի հաջողվելու գլոբալ առումով, այո, ինքը չի հաղթելու հայ առաքելական եկեղեցուն, որտեղ ինքը չի կարող հաղթել քրիստոնեությանը, բայց ինքը իր արժև դրված խնդիրը ցավոք սրտի առ այս պահը ես տեսնում եմ, որ լուծելու է։ Տիկին Զորաբյան, դուք խոսեցիք 2018-ից, մեջբերելով իրավիճակներ, որոնք տեղի են ունեցել։ Ես հիշում եմ, եւ տեսնում եմ, երբ որ դուք քննադատում եք գործող իշխանությանը, հիշեցնելով 2018-ի, ընդդիմադիր որոշ հատվածից ձեր լուսանկարն են տարածում Մայրոթի դիմաց Նիկոլ Փաշինյանի մոտ կանգնած եւ ականջից ինչ որ բան ասելուց։ Ինչ եք ասել Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, եթե ինչ որ մարդկանց թվում է, որ մենք գիտենք, չէ, ինչ որ հիմա գործիչներ կան, ովքեր սենց հայտ են ներկայացրել 26-ին մի քանի մանդատ պրճոկելու, սենց արագ մտնում ես իրանց էջերը 18 թվականի իշխանազավթման մաքրած է, մաքուր է, իսկ այդ օրերին տեղադրում էին իրանց նկարները, հարթակում բոլորին տշում էին, որ Նիկոլի կողքը կանգնեին, ինձ շատ են ասել այդ նկարները ինչի չես հանում, նույն Մարիոթում կանգնած, երբ որ Նիկոլը ինձ ինչ-որ բան հարցրեց, ականջիս ես էլ իրեն պատասխանեցի, հարցնում էր ինչ-որ խմբակցության նիստի հետ կապված ընթացիկ հարցեր, խմբակցության կանոնակարգի, թե ինչ դեպքում հնարավոր նիստ հրավիրել, զուտ կանոնակարգային հարցեր տալիս եւ ես պատասխանել եմ, ես բացարձակ չեմ պատրաստվում իմ անցյալը ջնջել, ես բացարձակապես չեմ պատրաստվում ասել, որ ոչ, այսինքն աբսուրդ է, չէ, ես ասեմ, չէ, ես հրապարակում չեմ եղել, ասեմ, չէ, իմ խմբակցությունը այն ժամանակվա, որի անդամ է ես չի սատարել Նիկոլ Փաշինյանը, ես հո իդիոտ կա չեմ մյուսների նման, բայց ես երևի այն եզակի գործիչներից մեկն եմ, որ ասում եմ, այո, իմ մեղավորությունը կա, 18 թվականի այս իշխանազավթման մեջ ինչու կա, որովհետև եթե այն քաղաքական ուժը, որի ներկայացուցիչ էի ես, տուրք չտար փողոցում հավաքվածների էմոցիաներին, իսկ ես պիտի լինեմ անկեղծ, այո, ես Նիկոլին քվեարկել եմ փողոցի ճնշման ներքո։ Դա միանշանակ է, միգուցե այլ վարչապետի թեկնածու առաջադրվեր, նույնիսկ եթե ես գիտեի, որ Նիկոլը ամեն ինչի ընդունակ մարդ ով ասեց կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, միգուցե պիտի գնայինք նաև դրան, հասկանալով, թե ինչ արտաքին ճնշումներ կան եւ ինչ անելու ինքը փողոցը, բայց միգուցե եմ ասում, որտեվ քաղաքականությունը եթեներ չի սիրում, հա, եթե սենց լիներ, ինչ կլիներ, միգուցե մենք այսօր այս իրավիճակը չունենայինք։ Ոչ միայն եկեղեցու շուրջ, այլ նաև բոլոր մյուս զարգացումներին ձեր կարծիքով հասարակությունը եւ հատկապես ընդդիմությունը, որը մեզ հիշում եք 2021 թվականին, ասում էր, որ տվեք մեզ մանդատ, գնանք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, օր ու արև չտանք եւ այլ նմանատիպ ահասարսուր բաներ էր խոստանում իշխանությանը, բայց մենք տեսանք, որ աստիճանաբար ընդդիմության շարքերը սկսեցին նոսրանալ, իրենց շարքերից մարդիկ բարբերաբար մանդատները վայր են դնում, նորերն էին գալիս, բայց ձեռագիր ընդդիմության չէր փոխվում։ Ինչու այդ հակազդեցությունը տեղի չունեցավ։ Այո, դուք ճիշտ եք, 21 թվականի օգոստոսի 2-ի հայտարարությունը հիշեք, ամենամեծ խորհրդարանական խմբակցության, տվեք մեզ մանդատ եւ մեր միակորակարգը լինելու է Նիկոլին հեռացնելը, մի հատ բառեր կար, որ ես ասեցի, օհո, հեսա Ալիևը միզելու է տակը, եւ Ալիևը թող իմանա,
թե ինչպիսի ընդդիմություն ա գալի, ինչպիսի ընդդիմություն եկավ ընդդիմություն, որը շնչակտուր սպասում ա չորեքշաբթի օրերին կառավարության հետ հարց ու պատասխանին, որ գնա հարց տա Նիկոլին, հետո իր հարցը կտրի դնի իր էջում եւ իրանց ակտիվիստները տակը կոմենտներ գրեն, ասեն, օ, էս ինչ հերոսական հարց ա։ Ընդդիմությունը ինչ ա արել, լինենք անկեղծ։ Ամենակարևոր գործիքներից իմպիչմենտը կար, սահմանադրորեն մի գործիք, որտեղ Նիկոլ Փաշինյանը չէր կարող թելադրել օրակարգ։ Այսօր մնացած բոլոր օրակարգերը, որի տակ պարում ա ընդդիմությունը, թելադրում ա Նիկոլը։ Ինչ արեցին, իմպիչմենտի գործիքը ղժացին, հեգնեցին եւ ըստ էության տապալեցին։ Բայց միացան ամեն դեպքում միացան։ Այսինքն ինչ, ես էլ կարամ ասեմ, ես ստորագրում եմ այս ինչի տակ միանալը բավարար չի, պետք է գործել, պետք է դա սարքել գործուն մեխանիզմ, պետք է մշակել ճանապարհային քարտեզ, որը ցավոք սրտի չարեցին։ Հասկանում եք, ես զարհուրելի թիվ եմ ուզում հիմա հրապարակել։ Տեսակ չէ, այն օրը Ալեն Սիմոնյանը ասենց հերոսական կեցվածքով ասեց, որ վերջապես մենք ունենք 44-օրյա պատերազմի զոհերի թիվը։ Ապշելու է, հիմա այդ վերջապեսը կարդանք, ուրեմն Ալեն Սիմոնյանը հրապարակում է թիվ 3838, հիշեցնեմ, 21 թվականին Ավինյանը ասում է 3439, 21 թվականի ապրիլին Նիկոլը ասում է զոհերի թիվը 44-օրյայի 3621, նույն Նիկոլը 22-ի հունիսին ասում է 3700, նույն Նիկոլը 26-ի օգոստոսին ասում է 3773, նույն Նիկոլը արդեն օգոստոսի 26-ին ասում է 3777, քննչական կոմիտեն մի տարի հետո հերքում է Նիկոլին ասում է 3809, 22 թվականին Նիկոլը հերքում է քննչական կոմիտեին ասում է 3812, իսկ դրանից առաջ հիշենք, որ Անդրանիկ Քոչարյանը շատ հերոսական եւ վերջնական իմպերատիվ հայտարարել էր, որ ճշտված է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը եւ այդ թիվը 3987-ը։ Հասկանում եք, մի իշխանություն, որ առ այս պահը չգիտի թե մենք ինչքան զոհեր ենք ունեցել, մենք իրականում չգիտենք մեր գերիների թիվը։ Ես անձամբ տեսանյութեր ունեմ, որտեղ առնվազն 80 հոգու վերաբերյալ մենք ունենք փաստական տեսանյութով ամրագրված կադրեր, թե ինչպես են տղաները կամ գերեվարվում, կամ ընկնում շրջափակման մեջ, զենքերը վայր դնում եւ հանձնվում գերի։ Ինչ եղան տղաները, ուր են այդ տղաները, նրանց վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։ Եվրոպական միության նախարարների կոմիտեն ամիսը 1 երկարացնում է Բաքվին տրվելիք ժամանակը, վերջնաժամկետը, որ պարտավոր եք տեղեկատվություն ներկայացնել Բաքվի բերդում պահվողների վիճակի, ինչպես նաև անհետ կորածների վերաբերյալ ներկայացրել են, չէ։ Ալիևն ասում է, այս 23-ն էլ ռազմական հանցագործ են, բոլորին դատել են ցմահ կամ 20 տարի, 20 տարի էլ տվել են, որտեղ Ադրբեջանի քրեական օրենսգրքով 65 տարին լրանալուց հետո ցմահ չեն կարող տալ, առաջիկա օրերին Ռուբեն Վարդանյանին կտան ցմահ եւ կինոն կպրծնի։ Ու չկա, ես լավատես չեմ, ես ասում եմ, այն chat GPT-ին այդ հարցը տայիր, փայլակ ու հաստատ սեկրետ կընկներ, որովհետև այո, ես չգիտեմ, ես այս պահին ցավոք սրտի որևէ լուծում այս իրավիճակից չեմ տեսնում, որովհետև միակ լուծումը կարող էր լինել, որ ընդդիմությունը մի քանի խոշոր, եթե գնում ենք այլևս դեպի 26 թվականի ընտրություն, միակ լուծումը կարող էր լինել, որ ընդդիմությունը մի քանի խոշոր բևեռներով մասնակցի ընտրության, բայց մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ որոշ ընդդիմադիրներ լապատկեն առած, սաղորը իրար տակ են փորում եւ ինչով են զբաղված, նաեւ որոշ նորաստեղծ կուսակցություններ, ես չեմ ուզում քննադատել ընդդիմությանը, բայց գալու է օրը, որ անվանական ասելու ենք, այս մարդիկ մանդատի կռիվ են տալի, նստած ասում են, դե ես 20% կունենամ, ես 13%, այսինքն օրակարգ չի դարձել Նիկոլին իշխանությունից հեռացնելը։ Տպավորությունը, այո, ես ունեմ տպավորություն, որ այո,
այո, ցավոք սրտի համակերպվել են, որ Նիկոլը մնում է իշխանության, հիմա կռիվը գնում է, թե ով քանի մանդատ կունենա։ Ես էլ ասում եմ, ես գնալու եմ ժողովրդի դուռը եւ ասելու եմ Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատողներին մանդատ չտաք։ Սա աղետ է, հասկանում եք, կռիվը սա է։ Եթե կռիվը սա է, ապա այս կռիվի սկզբանե դատապարտված է։ Տիկին Զորաբյան, դուք եղել եք Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ես հիշում եմ, երբ որ ժամանակին ինչ որ անախորժություն էր լինում կամ միջադեպ էր լինում, որի մասնակիցը օրինակ քաղաքական գործիչ էր կամ ոստիկանության ներկայացուցիչ, հասարակության արձագանքը, այլ էր միջազգային կառույցների արձագանքը, այլ էր հիմա մարդկանց բանտարկում են խոսքի համար, մարդկանց ձերբակալում են եւ որևիցե արձագանք այդպիսիք չկա։ Ինչով եք պայմանավորում։ Շատ պարզ, որովհետեւ երբ որ նույն հարցը ես տալիս եմ միջազգային կառույցներում աշխատող իմ գործընկերներին, հիմա օրինակ հենց այսօր առավոտյան ուղարկել եմ 3 էլ առաջի օրն էլ լրատվամիջոցի Նիմնիմիի Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ նյութերը մանրամասն նկարագրել են, որ դուք իմ կոկորդից բռնած խեղդում էիք եւ ԵԽ-ին անդամակցելու հիմնական պայմաններից մեկը վիրավորանքը ապաքրեականացնել էլ արեցինք, խեղդում էիք, որ կալանքը որպես խափանման միջոց պիտի կիրառվի բացառիկ դեպքերում, ուղարկել եմ նամակները, ուղարկել եմ հիմնավորումները, ինչ պատասխան եմ ստանում, շնորհակալություն Նաիրա, մենք կհետևենք գործընթացին, ինչի համար, երբ որ իրենց հարցնում ես, եթե իրանց ասած Սերժի ժամանակ սենց մի բան լիներ, ինչ կանեիք, ասում եմ ոնց ինչ կանեինք, Հայաստանի սաղ օթերը կփակեինք, Հայաստանիները կբռնեինք սենց վզից եւ դուրս կշպրտեինք Եվրոպայի խորհրդից, դա որպես մինիմում, ասում ես, բա հիմա ինչի չեք արձագանքում այս անօրինություններին, 70-ին հասնող քաղաքական բանտարկյալներ ունենք, միջև վերջերս 40-ը կալանքի տակ էին, այս վերջի օրերին որոշների խափանման միջոցը փոխեցին Լիդիայինը, Արտուրինը, մյուսներինը, պատասխանը շատ պարզ է, Նիկոլ Փաշինյանը այն կատարյալ գործիքն է, որով մենք լուծում ենք մեր խնդիրները այդ տարածաշրջանում, ուստի եւ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ինձ էլ ուտի, հետո մի հատ սենց զապիվատ անի ինձ այս սենց էջ ջրով միջազգային հանրությունը ասելու է օքեյ էր, Նիկոլը նարային կերել է Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու համար։ Всё։ Տիկին Զորաբյան, այնուամենայնիվ հույս ունենանք, որ իրավիճակը այդտեղ չի հասնի, բայց տեսեք, ինձ ուտելուն։ Այո, բայց տեսեք, միշտ քաղաքական գործիչները քննարկում էին ով բերեց Նիկոլ Փաշինյանին, ով ինչ արեց ու հիմնական մեխը, թե ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին չկա, չնայած որ գիտենք ամեն դեպքում եղել են որոշակի գործողություններ, որոնցով ընդդիմությունը փորձ է արել, բայց վերջի պահը չի ստացվել։ Ինչն է միշտ խանգարելս ձեզ։ Խանգարելը հենց այդ fake թեզը, ով բերեց Նիկոլին եւ ամենաաբսուրդը այն է, որ մեկ էլ սենց ամեղ, սենց ադուվանչիկ հայացքով, սենց հարցադրումներ են անում իրենց հարցազրույցներում, իրենց լայվերում մարդիկ, բայց ով բերեց Նիկոլին, որոնց բոլորին ես տեսել եմ 18-ին հրապարակում մի հատ ինձ բրդում էին, որ հնարավորինս սենց քիփ սենց Նիկոլի տեսադաշտում Երևան, որ Նիկոլը տենա, որ իրան կստեղեն։ Այո, ընդդիմությանը խանգարեց նաև մեծապես, որ իրենք անընդհատ դիտավորյալ, դա ամենասունակություն չի, դա դիտավորություն է, անընդհատ շրջանառել ով բերեց, բայց ով բերեց, որպեսզի ամենակարևոր հարցը ով է հեռացնելու կամ ինչպես ենք հեռացնելու Նիկոլին, այդ հարցը նենց մնա չուլանում, միտեղ ընկածի տեպ չուլանից, որ խոսեցի, նաև տեսակ, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի քարտուղարությունը հայտարարեց իր լուծարման մասին, են Նիկոլը որ ասում էր, դե ես չեմ կարա, Մինսկի խումբ կա, իրանց թույլտվությունն է պետք, հետո այդ նենց չի որ այդ բանակցած փաստաթղթերը սեղանից դրած է, մեկը չուլանում է, մեկը կանդիցիաների մեջ է, մեկը Խալաձելնիկի սառնարանի ոտի տակ է, Նիկոլ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չկա, ես կարող եմ գալ քո աշխատասենյակ, քեզ օգնեմ, կանդիցիաների միջից, չուլանից
տակից կամ սառնարանի ոտքի տակից այդ բանակցային փաստաթղթերը եւ մասնավորապես վերջի փաստաթուղթը 19 թվականի ապրիլին եւ հունիսին ներկայացված եւ մադրիդյան սկզբունքը, որը կապանում թափահարում ասում էր էսա Սերժի բանակցածը երբ կուզենամ կվերադառնամ, դրանք հրապարակենք միասին։ Տիկին Զոհրաբյան, երբևիցե Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցեք։ Ինչի համար։ Ինչի համար են մյուսները համագործակցում։ Ես իհարկե ոչ, եթե ես համագործակցող լինեի, լինեմ շատ անկեղծ, ապա դեռևս պատգամավորական վերջի ամիսներին այդ հնարավորությունները, այդ առաջարկները եղել են։ Ես փակագծեր չեմ բացելու, որովհետև ես մասնավոր զրույցներ չեմ հրապարակում, բայց ոչ, եւ ինձ համար հասկանալի չի, գիտեք, ես նայում եմ ինչ որ մանդատակռիվ է սկսվել, նողկալի մանդատակռիվ, ինչ որ սենց գործիչներ, որոնց տեսել եմ ՕԵԿ-ի երիտ թևում, հետո ԲՀԿ-ի երիտ թևում, հետո ես չգիտեմ ՀՀԿ-ի երիտ թևում, հիմա ինչ որ նենց մեր ձևովի այսպես մատույցներում են, գործիչներ, ովքեր մեզ բրթում էին, որ Բակրատ Սրբազանի կողքը իրանք Երևային, հիմա Բակրատ Սրբազանի դատական նիստերին անգամ չեն գնում, տեսնում ենք արդեն այդ կոդելով տեղափոխվել են Վանեցյանի մոտ ամոթա, մանդատի կռիվ մի արեք, հայրենիքի կռիվ արեք, ամոթա։ Բայց այդ շարքում կան նաև ցավով պետք է արձանագրեմ մարդիկ, ծնողներ հատկապես, ովքեր կորցրել են իրենց որդիներին։ Իհարկե կան, ես ոչ մի կոմպլեքս չունեմ, բարդույթ չունեմ այդ ծնողներին ասելու, որ ձեր երեխաների փոխարեն գոնե դուք լինեիք, որտեղ այդ անմեղ երեխաները, որոնք դեռ կյանք պիտի ապրեին, որոնք սկիտ մարտի դաշտ չհասցրեցին գնալ եւ բայրակթարների տակ սպանվեցին, եւ երբ որ ծնողը կարա կանգնի ասի, որդուս կորցրեցի, քեզ չկորցնեմ Նիկոլին, որ ծնողը կարա կանգնի ասի, նայում եմ այն օրը Սուրբ Սարգիսում ինչ որ սենց կանայք սենց փրփրոտած բերանով, այնքան էլ անգրագետ են ասում են 2022 թվականին նա Ռուսաստանն է Նախիջևանը Արցախի հետ հանձնել Ադրբեջանին, ես ասում եմ, սա շատ վտանգավոր սեգմենտ է եւ այս սեգմենտն է, այս վախենալու, այս տգիտությունից ծպծփացող, այս անգրագիտությունից, չգիտեմ, մեջ խեղդվող սեգմենտն է մեր հիմնական վտանգը։ Եվ վերջը ինչ է լինելու։ Վերջը ես ասել եմ, եթե չլինի ուժեղ անտի-Նիկոլ ճամբար, որի օրակարգը լինի ոչ թե ով բերեց Նիկոլին, ոչ թե ինչ անենք, քանի մանդատ պրճոկենք, այլ հստակ ճանապարհային քարտեզ, ինչպես աշխատել ժողովրդի հետ եւ ինչպես հեռացնել Նիկոլին, 26 թվականին Նիկոլը վերարտադրվելու խորհրդանում ունենալու ենք 1-2 ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք ինչպես ներկայիս որոշ ընդդիմադիրներ սպասելու են բաղձալի չորեքշաբթի օրերին, որ գնան եւ Նիկոլ Փաշինյանին հերոսական հարցեր տան, լինելու է սա, արդյունքում ինչ է մնալու Հայաստանի պետականությունից, ես չեմ ուզում հիմա նույնիսկ այդ վատ թարագույն սցենարը կանխատեսել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եի քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։